Չեգեի ֆազենդան ամենամեծն է Բրազիլիայում, բայց միայն առաջին հայացքից է այս հսկա տնկադաշտը սուրճի առատ բերք խոստանում։ Անբարենպաստ եղանակը, երկարատև երաշտը Մինաս Ժերայսում սուրճի արտադրության 50% նվազման պատճառ է դարձել։ Ինչպես Բրազիլիան, այնպես էլ Վիետնամը բախվում են սուրճի արտադրության ճգնաժամին։ Սուրճը թանկացել է, նոր գնաճ է լինելու։ Բրազիլիան, որ սուրճ արտադրող ու արտահանող առաջատար երկիրն է աշխարհում, այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման արդեն ավելի քան 10% անկում է ունեցել։ Սուրճը պակասել է, պահանջարկը աճել, ինչը եւս թանկացման պատճառ է։ Անցած տարի դեկտեմբերին սուրճի համաշխարհային գները պատմական բարձր են եղել։ 1 տոննա ռոբուստա տեսակի սուրճը վաճառվել է գրեթե $5,700։ Հայաստանում վիճակագրական կոմիտեի տվյալով 2025 թվականի փետրվարին 2024-ի նույն ամսվա համեմատ սուրճը ավելի քան 17% թանկացել է։ Այս տարվա հունվարին 2024-ի դեկտեմբերի համեմատ էլ է գինը բարձրացել։